Միայն թե կարողանայք սիրելի հեռուստադիտողներ ինձ պես գայք այն բույրը, որը տարածում է հիմա մեր տաղավարում, չեմ կարող խոսքերով փոխանցել, բայց վստահաբար շուտով կտեսնեք արդյունքը եւ կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Մենք կամաց մոտենում ենք Առավոտ լուսոյի թերևս իմ ամենասիրելի հատվածներից մեկին, խոսքը մեր խոհանոցային էջի մասին է եւ հենց հիմա մեր խոհանոցում երկու շատ աշխատասեր մեղուների նման համեղ եւ հետաքրքիր ինչ-որ բան են սկսել պատրաստել իմ գործընկերները Մանեն, որը այլևս իմ կողքը չէ, արդեն խոհանոցում է եւ մեր շատ սիրելի Անուշը, բարի լույս։ Բարի լույս։ Այստեղից էլ կարող եմ ասել բարի լույս, իբրև առաջին անգամ ենք հանդիպում։ Ես քեզ նման չկարողացա զսպել իմ էմոցիաները եւ հասա արագ Անուշի մոտ տեսնելու թե ինչ է պատրաստում։ Անուշ, Ֆունչոզա ենք պատրաստելու այսօր, քանի որ մի քիչ երկարատև է, ես արդեն սկսել եմ։ Երկարատև է, բայց շատ գունեղ, վիտամիններով հարուստ ու շատ համեղ։ Պատահական չէ, որ ես ամենասկզբում ասացի, որ մեղուների նման եք այդտեղ աշխատում, որովհետև մենք ունենք մի փոքրիկ տեսանյութ սիրելի հեռուստադիտողներ, քանի որ մեզ դեռ ժամանակ է պետք վերջացնելու, ավարտելու նախապատրաստական աշխատանքները, որպեսզի այնուհետև նաև անցնելու բուն պատրաստելու գործընթացին, առաջարկում ենք հիմա դիտել տեսանյութ մեղուների մասին, խոստանում ենք, որ շատ հետաքրքիր է լինելու եւ կվերադառնանք անմիջապես խոհանոց։ Որքան հետաքրքիր բաներ իմացանք մեղուների մասին, հիմա կարծում յուրաքանչյուր անգամ այսպես մեկ գտալ մեղր ուտելուց էլ ավելի երախտապարտ կլինենք այդ հսկայածավալ աշխատանքի համար, չէ։ Իհարկե կգնահատենք այդ աշխատանքը եւ միևնույն ժամանակ հոգատար կլինենք մեղուների նկատմամբ, չենք փորձի նրանց շուտ մահվան տանել, չէ ուզում ասել սատկացնել, երբ նրանք կհայտնվեն մեր տարածքում, չենք վախենա նրանցից, որովհետև միայն կատարում են իրենց աշխատանքը ապահովելով մեր հիանալի սնունդը մեղրի տեսքով։ Հիմա էլ Անուշը խոհանոցում շարունակում է կատարել իր աշխատանքը, որպեսզի մենք առանց նախաճաշի չմնանք։ Անուշ։ Այո, ես արդեն գազարը քերեցի այս ընթացքում, մինչև մենք դիտեցինք տեսանյութը։ Հիմա ավելացնեմ պղպեղի վրա եւ ավելի մանրամասնեմ, թե ինչ ենք անելու։ Երևի տեսնենք նրանից, թե ինչ ենք արել արդեն։ Այո, ֆունչոզայի շատ տարբեր տեսակներ կան եւ յուրաքանչյուրը պատրաստում է իր ձևով։ Ես անկեղծ ասած եւ իմ ընտանիքը շատ հավանել է այս ձևը ֆունչոզայի եւ հիմա մենք միշտ պատրաստում եմ հենց այս ձևով։ Հիմա հավի կրծքամիսը մեզ անհրաժեշտ, պղպեղ, գազար, ֆունչոզա եւ սոյայի սոուս ու իհարկե քունջուտ։ Հիմա մենք անպայման պետք է նախապես թրջենք ֆունչոզան, մինչև որ կտապակվի գազարը, ընդամենը մի քանի րոպե հետո պատրաստ է լինելու։ Թրջում ես եռման ջրով։ Այո, եռման ջրով։ Իսկ Անուշ, հավի կրծքամիսը ինչ տարբերակով եք պատրաստել։ Հավի կրծքամիսը սխտորի փոշի, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, առատ այսպես ավելացնում ենք, մի փոքր էլ կարելի աղը քիչ անել, սոյայի սոուս անել եւ տապակում ենք։ Այստեղ որպեսի արագ ստացվի, դրա համար նախապես տապակել եմ եւ հիմա պղպեղը ու գազարն ենք տապակում ու պետք է ավելացնենք սխտոր, որովհետեւ առանց սխտոր այս ամենը ուղղակի անհնար կստացվի, համեղ չի ստացվի, անհնար է պատկերացնել։ Դրա համար մենք հիմա սխտոր կավելացնենք, կկտրտենք այսպես, մինչև ֆունչոզան փափկի։ Ընդհանրապես գազարը շատ բարակ ու երկար կտրտում են, բայց ես այսպես, քանի որ ինքս էլ տանը երբ չեմ հասցնում շատ արագ է պետք պատրաստել, անմիջապես քերում եմ, դրա համար հիմա մեր հեռուստադիտողներին էլ այսպես արագ տարբերակն է ասում։ Հա, չէ, որ մենք միշտ փորձում ենք ավելի արագ պատրաստվող բաղադրատոմսեր ներկայացնել։ Ահա, սխտորը ավելացնում ենք։ Իդեպ պատահական չհարցրեցի հավի կրծքամիսի մասին, որովհետև քիչ առաջ մենք խոսում էինք մեղուների, մեղրի մասին, եւ ես անսահման շատ սիրում եմ, երբ հավի կրծքամիսը ու առհասարակ հավի միսը պատրաստում են մեղրով եւ նարինջով։ Դա անմահական է։ Ֆանտաստիկ համադրություն է։ Իդեպ կարելի է փորձել, գուցե ֆունչոզայով եւս հետաքրքիր լինի։ Կարելի է։ Մի չափաբաժին առանձին կպատրաստենք ֆունչոզայով, եթե համեղ լինի, նոր կփորձենք։ Ահա, մի քանի րոպե էլ պատրաստի, շատ արագ է պատրաստվում։ Իդեպ ես երբ ընդհանրապես ժամանակ եմ ունենում,
հավի կրծքամիսը սկսում եմ այսպես տոպրակների մեջ առանձին դնում եմ սառցախցիկում եւ գալիս եմ աշխատանքից շատ արագ հանում եմ, արդեն գրված պատրաստ է, որ սա ֆունչոզայի համար է, համեմված։ Հանում եմ, դնում եմ թավայի վրա, մինչեւ տապակվում է, ես կտրտում եմ բանջարեղենը եւ ընդամենը 15-20 րոպեում կարելի է պատրաստել։ Անուշը բացի խոհարարական գաղտնիքներից, թե ինչ համեմունքներ է օգտագործում կամ ինչ տարբերակով է պատրաստում, նաև նշում է, թե ինչպես կարելի է արագ պատրաստել եւ այդ տնային տնտեսուհու գաղտնիքներով եւս սկսվում է մեր հեռուստադիտողների եւ մեզ հետ իհարկե։ Բայց փաստորեն համեմված է արդեն սառցախցիկը դնում հավը։ Այո, համեմված եմ դնում։ Ես քանի որ խոհանոցում այդքան էլ ակտիվ չեմ, ինչպես կստացնեմ, ինչպես ասում եմ։ Պետք է ուղղել այդ սխալը։ Ուղղել այս, շտապ պետք է ուղղել, բայց փաստորեն համեմված վիճակում արդեն կարելի է այդ ամենը ուղարկել սառցախցիկ։ Իհարկե, որովհետև երբ որ սառը վիճակում հանենք, արդեն մինչև սպասենք, հետ գա, այսպես ասած, մինչև որ համեմենք, դա արդեն երկար ժամանակ կխլի, իսկ մենք պետք է շատ արագ չէ հասցնենք այդ ամենն անել։ Այո։ Մի փոքր սև պղպեղ եւ կարմիր պղպեղ ենք ավելացնում։ Եվ գրեթե պատրաստ է։ Կարող ենք վերցնել արդեն։ Եվ հավի կրծքամիսը ավելացնում ենք վրան։ Բույրը ֆանտաստիկ է, մենք այստեղից արդեն զգում ենք ամբողջ տաղավարում։ Այո։ Մի փոքր էլ կարելի է այստեղ սոյայի սոուս անել, որովհետև ես պղպեղին աղ չավելացրեցի, բայց հավի կրծքամիսը աղով եմ պատրաստել։ Եթե սոյա ավելացնում ենք ընդհանուր բաժնի մեջ, ուրեմն պետք է աղը քիչ ավելացնել կամ ընդհանրապես չավելացնել, որովհետև սոյան էլ հենց ինքը աղ է, ուղղակի չինական աղն է։ Ու շատ հաճախ աղցանների դեպքում հենց աղին փոխարինում են սոյայով, աղը բացառում են։ Այո։ Եվ հիմա տեսնենք պատրաստ է։ Ես հենց ուզում եմ հարցնել, որքան ժամանակ է հարկավոր ֆունչոզային, որպեսզի այն պատրաստ լինի։ Մի քանի րոպե։ Եռման ջրի մեջ։ Այո, եռման ջրի մեջ մնում է եւ այսպես փափկում է ու ծավալն ավելի մեծանում է։ Ահա։ Արդեն կարող ենք քամել։ Եվ վերջև ավելացնում ենք մսին ու խառնում։ Շատ կարճ, արագ եւ կարևորը համեղ։ Հիմա ի դեպ շատ-շատերն են օգտագործում ֆունչոզա, քանի որ շատ ավելի իհարկե օգտակար է բրինձ է սա եւ ավելի լավ է օգտագործել ավելի շատ ֆունչոզա, քան օրինակ սպագետի, մակարոնեղեն ընդհանրապես։ Եվ բաղադրատոմսերը կարծես թե շատ են ֆունչոզայի համար, տարբերակները եւս շատ են պատրաստելու։ Այո, այո։ Եվ սառը վիճակում են պատրաստում համտեսում, որպես աղցան է, սա ընդհանրապես որպես տաք ուտես չէ, ինք ավելի շատ սառն են մատուցում, բայց քանի որ կրծքամիս կա այստեղ հավի, ավելի գերադասելի է մի փոքր տաք։ Ահա։ Նա ավելացնենք։ Եվ խառնում ենք ու ավելացնում մատուցման ափսեի մեջ։ Այստեղ պարտադիր է իհարկե քունջութը։ Բայց ոչ միայն չէ տեսքի համար, այլ նաև իր օգտակար հատկանիշների։ Այո, անպայման իհարկե, բայց այս բաղադրատոմսի համար ընդհանրապես քունջութը պարտադիր է։ Մի տեսակ կարծես թե առանց դրա համը այն չէ։ Սա ամենաարագ պատրաստվող ուտեստներից է, կարծում եմ մեր հեռուստադիտողները անպայման կօգտվեն այս տարբերակից։ Եվ իհարկե կարող են փոխարինել իրենց նախընտրելի բանջարեղեններով կամ նոր բաղադրատոմս ստեղծել, տանը սառնարանում եղած բանջարեղեններով, մթերքներով։ Այո, եթե բուսակեր եք կարելի է օգտագործել օրինակ տոֆուով տարբերակը։ Հիանալի տարբերակ կլինի կարծում եմ։ Ու համեղ։ Շատերը ես պատկերացրեցի արդեն։ Հա, սիրում եմ։
Շատերը օգտագործում են նաև վարունգ, բայց ես անկեղծ ասած չեմ ավելացնում։ Գիտես, աղթանի դեպքում երևի կարելի է։ Այո։ Հետաքրքիր կլինի, քան տաք վիճակում։ Ահա, այստեղ ավելացնում ենք մի փոքր էլ սոյայի սոուս եւ շատ առատ քունջուտ։ Վերջ։ Շատ արագ, շատ պարզ եւ շատ համեղ։ Եվ շատ վստահ ենք, որ շատ համեղ։ Առաջարկում եւս մեկ անգամ հիշեցնես բոլոր բաղադրիչները մեր հեռուստադիտողների համար։ Հավի կրծքամիսը պետք է համեմել ով ինչպես կցանկանա, ես ավելացրել եմ սխտորի փոշի, տարբեր պղպեղներ, կարմիր, սև, տապակել եմ եւ գազարն ու պղպեղը տապակում ենք մի փոքր սխտորով, ավելացնում ենք սոյայի սոուս եւ ֆունչոզան ավելացնում ենք վրան ու քունջուտով մատուցում։ Ամուշ լինի։ Անուշ լինի, մենք վստահաբար շատ արագ հիմա հնարավորություն կունենանք համտեսելու, մեր հեռուստադիտողներին առաջարկենք շարժվել առաջ, իհարկե չմոռանալով այս բաղադրատոմսը, մենք էլ կնենք փորձել։ Այո, անպայման։